Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանը։ Բարի երեկո Տիկին Խաչատրյան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Փոխադարձ անչափ ուրախ եմ գտնվել այստեղ ձեզ հետ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի, հրաշալի։ Տիկին Խաչատրյան, հոգեբանության ոլորտը շատ լայն հասկացողություն է եւ շատ երկար կարելի է խոսել, բայց քանի որ ես գիտեմ, որ դուք աշխատում եք Psy Life հոգեբանական աջակցման կենտրոնում եւ այնտեղ տարբեր տարիքային խմբերի մարդկանց հետ եք աշխատում, ես այսօր ուզում եմ սկզբից մի քիչ խոսեք ընդհանրական մեր հասարակության մասին, մեր հասարակության հոգեբանական խնդիրների մասին եւ հետո արդեն մի փոքր առանձին սեգմենտների, եթե հնարավոր է։ Մենք գիտենք, որ հետ պատերազմյան երկրներում փոխվում է մարդկանց հոգեբանությունը, փոխվում է հասարակության հոգեբանությունը, ամբողջական եւ հետո կին, տղամարդ, դեռահաս, երիտասարդ, ամեն մեկը իր ձևով։ Դուք այսօր որպես հոգեբան ինչ նկարագիր եք տալիս մեր հասարակությանը, ինչ խնդիրներ մենք ունենք, տեսեք շատ հաճախ լսում ենք, մեկ ասում ենք անտարբեր հասարակություն, ասում ենք ագրեսիվ, հետո ասում ենք կոմֆորտ զոնա սիրող հասարակություն, անտարբերություն ընդհանրապես, այո, անտարբերությունը այդ անընդհատ դեպի կոմֆորտ եւ ասում ենք մերկանտիլ հասարակություն, այսինքն ինձ լավ լինի նյութապես, ես բարեկեցիկ լինեմ, ուրիշ ոչինչ ինձ պետք չէ։ Դուք ձեր նկարագիրը, Տիկին Խաչատրյան։ Իմ նկարագիրը նմանատիպ է, այսինքն տարբեր շերտերում տարբեր հոգեվիճակներ են, հա, այսպես գոյատևում եւ այո, շատ ագրեսիվ են որոշակի խումբ, շատ անտարբեր են որոշակի խումբ, միայն նյութական բարիքների հետևից վազող են, շատ տարբեր է եւ որպես հոգեբան կարող եմ ասել շատացել են նևրոտիզացիան, դեպրեսիվ խանգարումները եւ առհասարակ հոգեկան խանգարումները, որովհետեւ իսկապես պատերազմը իր հետևից բերում է խորքային վնասումներ հոգեկանի, նույն հետտրավմատիկ ստրեսային խանգարումը, եթե չի բուժվում, եթե չի նորոգվում, ապա այն իր հետևից բերում է մի շարք հոգեբանական խանգարումներ, մի շարք վնասումներ, որի հետ անպայման հոգեբանական կենտրոններն ու հոգեբաններն են աշխատում։ Տեսեք, Տիկին Խաչատրյան, հետո մի այսպիսի բան, մենք ասում ենք հասարակությունը դարձել է անհանդուրժող։ Մենք կորցրել ենք խոսելու, լսելու, երկխոսելու ունակությունները։ Ինչով է սա պայմանավորված եւ դուք ինչ եք կարծում, ինչ այսօր պետք է արվի, որպեսզի հասարակությունը մի փոքր փոխվի։ Խոսելու ունակությունը կորում է այն ժամանակ, երբ որ հուզականությունը շատ բարձր է։ Իսկ մեր հասարակության մեջ այդ հուզականությունը, այսինքն երկարատև լարվածությունը, անվստահությունը, հուսահատությունը, ագրեսիան բերել է նրան, որ վտանգի զգացումն էլ, հա, բավականին բարձր է եւ վտանգի զգացման ներքո որպես կանոն մարդիկ գիտակից խոսելու, լսելու, որոշումներ կայացնելու ունակություն չեն ունենում։ Սա է ընդհանուր պատճառը։ Եվ բացի դրանից մեր հասարակությունը այո կրթված չէ առհասարակ խոսելու եւ լսելու։ Մենք ամեն մեկս կարծես վերցնում ենք մեր հուզական ապրումները, մեկուսանում ենք եւ այդպես գտնում ենք, որ ավելի ճիշտ է։ Մենք չունենք այդ ուսուցման, այդ կրթական համակարգը, որտեղ որ սովորեցնում են մարդկանց խոսել եւ լսել եւ հասկանալ։ Տիկին Խաչատրյան, հիմա էլ հասարակությունը մի այլ ձևով է փոխվել, տեղից էլ հայ հասարակությունը շատ քաղաքականացված է, դուք գիտեք, բոլորը խոսում են քաղաքականությունից, այդ ֆոնի վրա վեճեր են ունենում եւ նորից հուզականը առաջնային է եւ նորից անհանդուրժողականությունը առաջնային է։ Հիմա երկիրը մտել է նախընտրական փուլ, սկսվել են քաղաքական պրոցեսներ, ինչպիսին է այսօր մեր հասարակությունը։ Վստահ եմ, որ դուք էլ երևի տեսնում եք փողոցում մոտենում են հարցումներ, մարդկանց պատասխանները, էմոցիաները, բառապաշարը, մտքերը, հոգեբանական տեսակետից դուք դա ինչպես եք գնահատում։ Երբեմն ցինիզմի հասնող կարող եմ ասել, եւ ցենզուրան բարոյական նորմերը երբեմն կորցրած։
գիտեք, եւ տարբեր ոլորտներում է սա երևում, եւ ամենից վատը, որ սա լուսաբանվում է եւ տարածում է գտնում եւ սոցցանցերում եւ տարբեր համակարգերում, որտեղ որ հասարակությունը վարակելիության տենդենց ունեցող մի բան է, այսինքն, եթե մեկը տեսնում է, որ ագրեսիան լավ բան է, կամ ընդունվեց, անցավ, կամ ցենզուրայից դուրս խոսելավոճը ընդունվեց եւ անցավ, այն մյուսը սկսում է շարունակել նույն ոճը։ Եվ կարծես դա մեր հասարակության մեջ դարձել է նորմալիզացված ինչ-որ մի բան։ Եվ ընդհանուր առմամբ հավատը կորցրած են բոլորը։ Չկա վստահություն, չկա ապագայի նկատմամբ այսպես հենակետ։ Մենք հաճախ ենք ասում, լավ, հայ մարդը էսպիսինն էր, կամ հաճախ ենք ասում, լավ, հայ մարդուն սա հարիր էր, կամ ով էր մտածում, որ հայը իրեն էսպես կպահի։ Դրան ինչ բացատրություն ունեք, Տիկին Խաչատրյան, էսպիսինն էին, թե էսպիսի դարձան, բայց հնարավոր էր, որ էսպիսին մի անգամից սենց մասսայական բնույթ կրեր այս ամենը։ Մենք միշտ չափազանցացրել ենք հայ մարդու կերպարի մասին մեր պատկերացումները։ Մենք այն ազգն ենք, որ սիրում ենք կեղծել, քողարկել։ Եվ այո, մենք միշտ սիրում ենք թաքցնել բացասականը եւ ցույց տալու տենդենց ունենք միայն ու միայն դրականը։ Իհարկե, հասարակական ազդեցությունները իրենց կնիքը ունեն հայ մարդու վրա, այսինքն այնինչը որ կատարվեց, այն ցավը տառապանքը, ինչ որ ապրեց հայ ժողովուրդը, սա բարոյական նորմերի կտրուկ աղճատման մեխանիզմ է, հա, որովհետև ցանկացած նման իրողությունից հետո մարդը կորցնում է իր բարոյական ցենզը, չափանիշները, մեղքի զգացումը կամ չափից ավելի շատ է լինում կամ ընդհանրապես պակասում է, եւ այստեղ գոյատևման կռիվը, ոհմակային գոյատևման կռիվը միշտ դառնում է ավելի առաջնահերթ։ Իսկ հայ մարդու կերպարի մասին մեր պատկերացումները, այո, կարող եմ ասել, շատ ուռճացված է եղել եւ կարծես այդ թաքցնող շերտը դուրս է գնացել եւ երևում է իսկական կերպարը եւ սրա մեջ այո չպետք է մոռանանք եւ չպետք է անտեսենք սոցիալական իրողությունները, ազդեցությունները, որոնք որ այո նպաստեցին նաեւ այդպիսինը դառնալուն։ Տիկին Խաչատրյան, ես ուզում եմ, որ մի փոքր խոսենք նաեւ կանանց մասին։ Տեսեք, հաճախ նաեւ էլի լսում ենք, որ ագրեսիա թելադրողը հիմա ընդհանուր, հա, հիմնականում լինում են կանայք, որովհետև մենք տեսնում ենք սոցցանցերում, հաճախ նաև այդ հարցերի շուրջ կանգնում ենք, կարդում ենք, զարմանում ենք կամ լսում ենք ու կարծում ենք, թե ինչպես կարող է կինը իրեն թույլ տալ նման բառապաշարով խոսել կամ, չգիտեմ, նման գրառումներ անել սոցցանցերում անթաքույց ձևով, հա, նման խոսքերով, նման, չգիտեմ, ագրեսիվ ոճով, այսօր նախ ինչպես է գնահատում կանանց հոգեբանական վիճակը մեր երկրում, ինչպիսին է, հիմա մի քիչ sense առանձին սեգմենտներով խոսենք, եւ ինչով է նաեւ պայմանավորված կանանցի ագրեսիան, չէ՞ որ կինը շարունակում է մնալ մայր, կին, օջախ պահպանող։ Նախ սոցցանցերի տրված հնարավորությունն է այստեղ եւ սոցցանցը մի շղարշ է, քողարկող մի բան է, որը ոչ միայն կանանց ագրեսիան է բարձրացնում, նաեւ տղամարդկանց։ Այստեղ սեր չի ճանաչում։ Իսկ խոսելով կնոջ տեսակի մասին հայ հանրության մեջ կարող եմ առանձնացնել երկու կարևոր տիպը։ Մի տիպը, որը որ շատ ամոթխած է եւ շարունակում է մնալ ամոթխած, սա բխում է դաստիարակությունից, ընդհանուր առմամբ ձեր ասած հայ կնոջ կերպարի կերտելու այդ մեխանիզմով է ձևավորվել։ Մյուս տիպը, տեսնելով այդ ամոթխած կանանց եւ ամոթի զոհ գնալու այդ տենդենսը, փորձում է ընդհանրապես կոտրել բոլոր կարծրատիպերը եւ դառնում են չափից ավել ցենզուրայից դուրս կերպարներ, փորձում են այսպես ցույց տալ իրենց սեփական եսի սահմանը, իրենց իրավունքները, որը որ դառնում է ընդհանրապես այլ կերպար, որը որ իսկապես հարիր չէ հայ կնոջը։ Իսկ մյուս շերտերը ավելի այսպես ադապտիվ են, ավելի հարմարված են եւ սրանց անդրադառնալը կարծում եմ իմաստ չունի։ Բայց կարծրատիպ են կոտրում, թե բոլոր կարմիր գծեր են անցնում, Տիկին Խաչատրյան։ Այս թեմայի մասին եթե խոսեմ, կարող եմ ասել, այո, մի խումբը, որը որ կարմիր գծեր են անցնում եւ կարծես թե
փորձում են միայն պայքարի իրենց ուժը ցույց տան բոլոր սվերաներում եւ բոլոր ձևերով։ Բայց եթե խոսեմ հասուն հայ կնոջ մասին եւ առհասարակ որ տիպն է անհրաժեշտ ավելի հոգեկան առողջ լինելու համար եւ ադապտիվ լինելու համար, ինչպես տանը, այնպես աշխատավայրում, դա այն է, որ այո, լինի կին թե տղամարդ պետք է ճանաչի իր եսի սեփական սահմանները, իր իրավունքները, իր սեփական անձի եւ անհատականության դրսեւորումները պետք է կարեւորի։ Եթե մենք խոսում ենք այն ծայրահեղությունից, որտեղ որ ամոթխած է կինը եւ այդ ամոթի ներքո կարծես թե կորցրել է իր սեփական ցանկությունները եւ միայն առաջնորդվում է իր դերի պահանջներով, որովհետեւ դրված է, չէ, կնոջ վրա, դու պետք է լինես այսպիսինը եւ վերջ։ Եվ մեծամասամբ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ կանանց մոտ կտեսնենք, որ այո, իրենք կատարում են ուղղակի դերային պահանջ, կորցնելով իրենց եսը։ Եվ այստեղ տուժում են եւ իրենք եւ իրենց երեխաները եւ իրենց շրջապատը, որովհետեւ ինչպես գիտենք, եթե կինը երջանիկ չէ, եթե կինը առողջ չէ, եթե կինը ուրախ չէ, ապա նա չի կարող տալ այդ համապատասխան առողջությունը իր սերնդին։ Ժամանակակից կանանց մեջ կա մի լավ տենդենց նաև, որը որ նկատելի է եւ շատ ուրախացնող է, այն է, որ այո, կանայք սկսել են ավելի հասունանալ, ինքնակրթվել, ինքնազարգանալ։ Տեսնում ենք բոլոր կանայք վազում են սպորտային սրահներ մարզվելու, սա շատ ուրախացնող է։ Գնում են տարբեր խմբեր, որտեղ որ կարող են ինքնաարտահայտվել, ինքնադրսևորվել, անընդհատ շարունակական կրթությանն են ձգտում, կարողանում են հոգեկրթվել նաև, այո, հասկանալու համար որն է իրենց սահմանը, ինչպես պետք է ճիշտ երեխա դաստիարակեն, ինչպես պետք է առողջ փոխհարաբերություն կառուցեն իրենց ամուսինների հետ։ Սա շատ այսպես ողջունելի եւ ուրախալի քայլ է, որը որ տեսնում ենք մեր հասարակության մեջ։ Կարծում եմ, որ մենք այժմ այն փուլում ենք, որտեղ որ ամեն ինչ շատ քաոսային է։ Այսինքն, այո, մի խումբը մնացել է շատ ամոթխած, մյուս խումբը չափից ավել ագրեսիվ եւ ցենզուրան ընդհանրապես հատել են այդ սահմանը, մյուս խումբը արդեն ավելի հասուն կյանք է փորձում վարել, շատ այն շերտավորումները եւ ամեն մեկը ձգտում է անել այն, ինչը որ այդ պահին իրենց է հարիր։ Եվ հարմար։ Եվ հարմար, այո։ Տիկին Խաչատրյան, հոգեբանի մոտ այցելելու մշակույթը փոխվել է մեզ մոտ, ավելացել են մարդիկ, ավելի նորմալ են դրան նայում, որտեվ դա էլ գիտենք, որ ի վերջո խնդիր էր, մի քիչ մարդուն թվում էր, թե արդեն իրան պետք է չէ, հիվանդ համարեն, եթե ինքը գնում է հոգեբանի մոտ, բայց այդ մշակույթը փոխվել է թե ոչ, առաջին հարցս, եւ ի վերջո ավելի շատ հոգեբանների ծառայության ովքեր են դիմում, կանայք թե տղամարդիկ ըստ ձեր դիտարկումների։ Մշակույթը փոխվել է ի ուրախություն բոլորիս, հատկապես պատերազմից հետո, երբ որ զինվորների հետ աշխատանքը այսպես մեծ թափ ստացավ եւ այո բոլորը հասկացան, որ կարիք ունեն հոգեբանի եւ այո իրենց վրա զգացին հետպատերազմյան հետևանքները ցավագին հոգեբանական, որը որ արտահայտվեց տարաբնույթ դրսևորումներով եւ նևրոտիկ խանգարումների տարաբնույթ տեսակներով, տագնապային, այսպես ընդհանուր սոցիալական ֆոբիաներով, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներով, բոլորը սկսեցին հասկանալ, որ այո, պետք է դիմեն հոգեբանի եւ ի ուրախություն այսօր շատ են դիմում։ Եվ ի վերջո կանայք են շատ դիմում ձեր ծառայություններին, թե տղամարդիկ։ Կանայք, հա։ Տղամարդիկ էլ քիչ չեն, եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, տղամարդիկ էլ են շատացել, բայց հիմնական դիմելիությունը խումբը կանայք են եւ դա նույնպես պայմանավորված է տարբեր գործոններով։ Գործոններից մեկը այն է, որ այո, մեր մշակույթում դուժողը կինն է։ Նույններ ընտանեկան հարաբերությունները եթե քննարկենք, որովհետև ինչ է տեղի ունենում, կնոջը սովորեցնում են, որ դու կախյալ ես ամուսնուց, քո հույսը, հավատը, քո ապրելը, քո կենսամակարդակը, քո ամեն ինչը կախված է տղամարդուց։ Եվ ստացվում է այնպես, որ այդ համակախյալ հարաբերությունների մեջ եւ հոգեբանորեն, եւ հուզականորեն, եւ կյանքում իրենց տեղ ունենալու առումով զոհ են դառնում եւ ավելի շատ խնդիրներ են ունենում կանայք։ Բացի դրանից կինը ավելի հուզական է։ Կինը ավելի շատ է
արտահայտում իր տառապանքը, իր հոգու ցավը եւ նաեւ ամոթ չէ, որ կինը խոսում է իր հոգեկան տառապանքից, ցավից կամ այլ խնդիրներից։ Իսկ մեր հասարակության մեջ տղամարդուն սովորեցրել են լռել, չարտահայտել հույզերը։ Այսինքն ամոթ է, եթե տղամարդը որևէ իրավիճակում ունենա խնդիր կամ դժվարություն։ Սա ստերեոտիպ է, կարծրատիպ է։ Եվ տղամարդը այո, շատ դեպքում պահում է ցավը իր ներսում կամ խնդիրները, դժվարությունները իր ներսում, ամաչելով դրանք դուրս բերել, քննարկել եւ որոշակի լուծումներ գտնել։ Իհարկե ժամանակակից, նորից եմ կրկնում, հասարակության մեջ ավելի երիտասարդ տղաները կարծես արդեն կրթված են այս առումով եւ հեշտությամբ դիմում են, բայց կանայք ավելի շատ են։ Բայց այդ, որ ասում եք կանայք կախյալ, հիմա մի քիչ չի փոխվել, Տիկին Խաչատրյանի վերջո տոկոսային հարաբերությամբ շատ մեծ թվով կանայք արդեն աշխատում են, մի մեծ թիվ էլ նույնիսկ տղամարդկանցից ավել գումար են վաստակում, դա ոչինչ չի փոխել։ Եվ չմոռանանք, այո, եթե առողջ է կառուցված այս ամեն ինչը, այսինքն նույն տղամարդն էլ պատրաստ է ընդունելու կնոջ դերը, կնոջ լինելը, կնոջ ցանկությունները, կնոջ պահանջները, իհարկե այս առումով մենք ունենում ենք առողջ ընտանիքներ եւ այս առումով կարող ենք ասել, որ շահել ենք, բայց որպես կանոն, այո, կանայք ավելի շատ աշխատում են, կանայք ավելի շատ վաստակում են եւ կանանց պատկերացումներում ընտանեկան մոդելը կարծես այլ է, տեսնում են նույն հանգամանքներում, օրինակ իրենց տղամարդը չի աշխատում կամ քիչ է վաստակում, որն էլ որ իր հետևից բերում է ընտանեկան խնդիրների, ընտանեկան կոնֆլիկտների եւ այո, չպետք է հերքեմ նաև այն փաստը, կանայք որպես կանոն, այդ նույն որակներով հանդերձ ոչ բոլորը իհարկե մտածում են, որ այս էր ինձ պետք է վերջ։ Շատ ուժեղ ընդդիմություն կա, շատ ուժեղ հակադրություն կա համերաշխությանը, զիջմանը, փոխզիջմանը, կարծես թե դա էր պետք եւ վերջ։ Սկսում են իրենց իշխանությունը հաստատել։ Ավելի այլ դիրքերից է կառուցվում ընտանիքը, որը որ տանում է երբեմն քայքայման։ Բայց չէ՞ որ սա էլ է խնդիր, որը որ բերում է կրկին այս խնդրի լուծումը հոգեբանական կենտրոն եւ կնոջը երբեմն նաեւ տղամարդուն, եթե իհարկե տղամարդը համաձայնվում է գնալու եւ հասկանալու խնդրի այո պատճառները որտեղ են։ Վախեր ունի այսօր մեր հասարակությունը, Տիկին Խաչատրյան, եւ որոնք են այդ վախերը։ Որպես հասարակություն, այո, վախը շատ կայուն է եւ հաստատուն կանգնած է, որովհետեւ անորոշությունը նորից եմ կրկնում շատ մեծ է։ Երբ որ հասարակությունը վտանգի է ենթարկվում, կորցնում է տարածքներ, զոհերի մեծ թիվ է ունենում եւ նման կորուստների, նման այսպես սարսափների եւ նման իրողությունների մեջ չի կարող լինել հասարակություն, որտեղ որ վախը չլինի դոմինանտ։ Իսկ առհասարակ վախով այո շատ են դիմում հոգեբանական կենտրոններ, այս դեպքում մենք արդեն այլ ախտորոշում ունենք տագնապային խանգարումներով։ Նույն տեխնոլոգիաների լինելը մեր կյանքում, այո, սա էլ է նպաստել, որ մեր վախերը շատանան, որովհետև ինչպես գիտենք, նույն ֆիզիկական ակտիվությունը, ես միշտ օրինակ եմ բերում, երբ որ կինը լվացքը ձեռքով է տրորում, սա ֆիզիկական գործողություն է, որտեղ որ որոշակի էներգիա է դուրս բերում, եւ մարդը ֆիզիկապես այդ ստրեսին կարողանում է հակազդել, իր ֆիզիկականը, այո, միանում է հոգեկանի եւ կարողանում է ինչ-որ մի կերպ դուրս բերել իր միջից։ Իսկ այսօր ինչ է դարձել։ Ամեն ինչը տեխնիկան է անում մեր փոխարեն, եւ մեր ամեն մի գործողություն կատարվում է տեխնիկայի միջոցով, որտեղ որ մարդը пассивանում է եւ իր հետևից բերում է արդեն ընկնում է դեպրեսիայի մեջ եւ հեռախոսով նստում է բազմոցին այդ։ Եվ բացի դրանից սոցիալական ազդեցությունները մենք չենք կարող անտեսել վախի եւ տագնապի առաջացման։ Տեսեք ամբողջ օրը մարդը հեռախոսի մեջ է թերթում է եւ ինչ է տեսնում։ Դաժանություն, սպանություն, ծեծ, կործանում, փլուզում, սրանք չեն կարող մարդու գիտակցության եւ հոգեկանի վրա որոշակի ազդեցություններ չունենան։ Եվ որպես կանոն, այո, նույն մեր դաժանության մեխանիզմը, մեր ագրեսիվության հասարակության եւ առհասարակ ոչ միայն մեր ամբողջ աշխարհում դաժանությունների մեծացումը պայմանավորված է շատ դիտելով։ Երբ որ մարդը եւ
փորձերը իրականացված են եւ հաստատված։ Օրվա մեջ մի քանի անգամ տեսնում է բացասական կադր դաժանություն, արդեն իր ներքին մտքերը, պատկերը, հոգեկանը այդ էներգիան որպեսի դուրս բերի, ինքն է հակված լինում անելու եւ կրկնօրինակելու նույն դաժան փորձը եւ բացի դրանից մարդու համար դա դառնում է նորմալիզացիա արդեն։ Տիկին Խաչատրյան, եթե փորձեք երիտասարդներին, դեռահասներին ընդհանրական այսօր նկարագիր տակ եւ գոնե մի քանի կարեւորագույն խնդիր նշեք, որոնք են այսօր այդ խնդիրները։ Համակարգչային կախվածությունը, որը որ իր հետևից բերել է դեգրադացիա, անձի ամբողջական դեգրադացիա։ Այսինքն մենք չենք տեսնում սովորական առանձնահատկություններ ունեցող երիտասարդ, որին որ մենք սպասում ենք կամ ակնկալում ենք։ Շատ դեպքերում մենք տեսնում ենք երիտասարդ կամ դեռահաս, ով կարծես թե ռոբոտիզացիայի է վերածվել, հա, ռեակցիաները, հուզական արձագանքը չի համապատասխանում նորմալ հուզական ռեակցիաներին կամ արձագանքներին։ Տարիքի, չէ՞։ Այո, տարիքային։ Եվ հետաքրքրության ոլորտը, որտեղ որ պետք է լինի օրինակ հենց նույն ազատ ինքնարտահայտումը, սպորտը, բակային խաղերը, հետաքրքրությունները ուսուցման նկատմամբ, որոշակի խմբակներ հաճախելը չկա, որովհետև կա կախվածություն։ Իսկ եթե կա կախվածություն, ապա անձը կորցնում է իր առաջնային մարդկային սոցիալական պահանջը, սա շատ վտանգավոր մի բան է։ Եվ ես միշտ ասում եմ, ներկայիս անձը կարիք ունի նորից հետազոտման, հոգեբանության մեջ նոր հետազոտական տվյալներ են պետք։ Կարծես բոլորը իրենց տեղը արդեն փոխել են։ Եվ եթե մեկ բառով ասեմ, բոլորի առաջատար գործունեությունը դարձել է համակարգիչը, հեռախոսը, տարբեր գործողություններով, տարբեր, այսպես հաճելի ինչ-որ բաներ դիտելով, որը որ նոր մարդու կերպար է ստեղծել։ Սա շատ վտանգավոր է եւ շատ իր հետևից բացասական բաների է բերում։ Եվ բացի դրանից, երիտասարդների եւ դեռահասների հիմնարար խնդիրներից բարոյական նորմերի կտրուկ անկումն է, չունենք արժեքներ։ Արժե համակարգ այսօր չունի մեր երիտասարդը։ Չգիտեն որն է ճիշտ։ Շատ տարբեր են, հա, այսպես ազդեցությունները երիտասարդների համար։ Շատ տարբեր են գաղափարները։ Մեկ օրվա մեջ նույն հարցի շուրջ հազարավոր մեկնաբանություններ են լսում։ Պատկերացնում եք, սա ինչքան դժվար է անձի համար, որպեսզի կարողանա հասկանալ որն է ճիշտը, որն է արժեքավորը։ Ինչպես պետք է օրինակ մարդ ինքը իրեն պահի փողոցում, մենք չունենք։ Դպրոցում ասում են ուրիշ բան, ընտանիքում ասում են ուրիշ բան, հեռուստատեսությամբ տեսնում ենք այլ բան, սոցցանցերում տեսնում ենք այլ բան։ Մենք ունենք արժեքային համակարգի եւ բարոյական նորմերի կտրուկ նվազեցում, կտրուկ խաթարումներ, որոնց մասին պետք է մտածենք։ Տիկին Խաչատրյան, բոլոր ժամանակներում հասարակության մեջ եղել է մի հատված, որ ովքեր զբաղվել են ինչ-որ արատավոր երևույթներով, բայց ինչ է կարծում, ինչ է նպաստեց նրան, որ այսօր հայ հասարակությունը ավելի շատ է լսում հետևյալ խոսքերը՝ թմրամոլություն, խաղամոլություն, ինչու է դա այդպես ագրեսիվ ձևով տարածվում մեր հասարակության մեջ եւ որն են դրա պատճառները։ Եվ չէ որ լսում ենք, որ դպրոցականների շրջանում արդեն բաներ, որ երևի թե ես չգիտեմ, մենք չենք լսել, էլի գոնե դպրոցի հետ կապված չի եղել այդպիսի բաներ։ Եվ գովազդներն են սրան նպաստել, եւ սահմանների բացումն է, հա, սրան նպաստել, չէ որ նույն երիտասարդը գնում է Եվրոպա։ Այսօր շատ ազատ մուտք ունի Եվրոպա, նույն հայ երիտասարդը, եւ տեսնում է այնտեղ խանութներում օրինակ ազատ վաճառքը եւ օգտագործումը, որտեղ որ նորմալիզացիա է։ Եվ բացի դրանից, այո, մենք ունենք այսօր կոնկրետ տենդենս դա ներմուծելու մեր մշակույթ, բերելու եւ տարածելու նույն տելեգրամյան ալիքների միջոցով կամ տարբեր հարթակներով, որը որ տարածվում է, չգիտենք նպատակը որն է, եւ դառնում է հասանելի նույն դպրոցահասակ երեխային, նույն պատանու, նույն երիտասարդին։ Եվ եթե վերցնենք դեռահասության տարիքը, ինքը իրենով ամբողջական ճգնաժամ է։ Եվ մի տարիք է, որտեղ որ դեռահասը փորձում է հաստատել իր սեփական եսը,
լինել դոմինանտ, լինել կառավարող, լինել ինքը, լինել մեծ տղամարդ, լինել ծխող տղամարդ, լինել խմող տղամարդ, սա դեռահասության տարիքի պահանջներն է, եւ եթե հասանելի է դեռահասի համար, չկա արժեք եւ չկա բարոյական նորմ, ինքը շատ հանգիստ օգտագործում է։ 1-2 արդեն դառնում է կախյալ նույն թմրամիջոցից եւ դառնում է արդեն տարիներ անց թմրամոլ որպես հասանելի է ուղղակի եւ նույն խաղերը ձեռքին հեռախոս է 1, 2, 3 եւ ինչն է դրդում դեպի խաղամոլության, երբ որ նույն դեռահասը ունի իրական խնդիրներ կյանքում։ Եթե նախկինում այդ իրական խնդիրները ուներ լուծելու հնարավորություն այլ տարբերակներով, նույն օրինակ սոցիալական փորձերով, վարքի հարմարեցումով, վարքի ինքնակառավարումով, վարքը դեպի ավելի լավին փոխելով, այսօր տրված է հեռախոս, տրված է համակարգիչ, որտեղ որ նույն երիտասարդը դեռահասը մտնում է ժամերով դրա մեջ, սկսում է խաղալ, խաղում ինքը դառնում է հերոս, խաղում դառնում է ամենակարողը, խաղում դառնում է հաղթողը, խաղում ունենում է վառ տպավորություններ, ահա եւ անձի կերտումը այստեղից է սկսում եւ ավարտվում, որը որ շատ վտանգավոր է եւ շատ մտահոգիչ։ Տիկին Խաչատրյան, դուք կարծրատիպեր ունեք, ինչ է կարծրատիպը ձեզ, բացասական թե դրական երևույթ է, դուք ինքներդ կարծրատիպեր ունեք թե ոչ եւ ըստ հոգեբան Լիլիթ Խաչատրյանի մեր հասարակությունը կարծրատիպային հասարակություն է թե ոչ։ Ես կարծում եմ, կարծրատիպը ինքը իրենով համոզմունքների, դիրքորոշումների ամբողջությունն է, որը մեզ տրվում է դեռ մանկուց, ընտանեկան դաստիարակության ընթացքում։ Առանց սրա բնականաբար անձը սոցիալական հարաբերություններում դժվար է կողմնորոշվելու, այսինքն սա նաև ուղեցույց է երբեմն հարաբերությունների կարգավորման միջոց է դառնում, բայց չէ՞ որ մենք ունենք կարծրատիպեր, որոնք հիվանդագին են, որոնք չեն կարող գոյատևել ամբողջ կյանք եւ անձի հասունացումը մենք հոգեբաներս այդքան որ ասում ենք հասուն անձ, աճած անձ, սա այն է, որ անձը կարողացել է իրեն տրված կարծրատիպը, համոզմունքը, դիրքորոշումը տարիների ընթացքում փոփոխել, հասկանալով, որ դա իրեն խանգարում է։ Սա շատ բարդ process է, որովհետև երեխան ում փոքր ժամանակ ասել են օրինակ մեծահասակ տեսնելիս պետք է լռել եւ դա ասել են շատ վախեցնող տոնով եւ ասել են այսպես շատ սաստող ու պատժիչ տոնով եւ դա իր համար ուղեցույց է, դարձել է 30 տարեկան մեծահասակների ներկայությամբ չի կարողանում խոսել, որովհետև մանկությունում որոշակի հուզական տոնայնությամբ արձագանքով դա արդեն իր մեջ նստած է եւ տարիներ են պետք, որ մարդը կարողանա այդ կարծրատիպը կամ համոզմունքը փոխել իր միջից։ Բարդ աշխատանք է իրականում, բայց հասանելի ճանապարհ է։ Կարծրատիպերը իրենց ազդեցությամբ շատ բացասական կարող են լինել եւ շատ քայքայիչ կարող են լինել եւ հասարակության համար եւ անհատական անձի կյանքում որպես այդպեսին, որովհետեւ նույն օրինակ ես կարծում եմ հայկական մտածողության մեջ շատ կարծրատիպեր դեռ պետք է քանդվեն, դեռ պետք է նորոգվեն, որովհետեւ խանգարող են դրանք եւ չեն տանում հասարակության զարգացմանը։ Իսկ ես որպես անձ ունեմ թե չունեմ կարծրատիպեր, ինչպես սովորական մարդիկ, իհարկե ունեցել եմ շատ կարծրատիպեր, բայց ի տարբերություն այն կարծրատիպը, որը որ խանգարում է ինձ եւ առաջ գնալու, առաջ արժվելու համար ինքը դառնում է որպես խոչընդոտ, փորձում եմ փոխել, վերանորոգել, նորը ստեղծել եւ շարժվել առաջ։ Եվ ի վերջո հոգեբանի մասնագիտության մեջ հնարավոր է կարծրատիպեր ունենալ, թե պետք է ի վերջո ազատվել դրանցից։ Պետք է ազատվել։ Իհարկե ճանապարհը ազատվելն է, որովհետև տեսեք, նույն հոգեթերապիայում յուրաքանչյուր անձ իր կյանքի ուրույն պատմությունն է ապրում, որը որ նման չէ ընդհանրապես մեկ այլ մարդու պատմության։ Եվ եթե հոգեբանը ունեցավ այդպես խիստ հաստատված կարծրատիպ եւ իր գնահատականը տվեց իրողությանը, պատկերացնում եք այցելուի վիճակը։
Այսինքն պետք է այո հոգեբանը լինի մեկը, ով հասկանա, որ իրողությունները կյանքում, մարդու կյանքում դա իր անհատական պատմությունն է եւ հասարակության տված վերաբերմունքը դրան պետք է կարողանա կտրել եւ այցելուի կյանքում եւ սեփական արդեն անձի կյանքում, հոգեբանի կյանքում։ Ձեր մասնագիտությունը ձեզ էներգիա տալիս է, թե խլում է, Տիկին Խաչատրյան։ Հարցը շատ տեղին է։ Ազնիվ լինեք։ Առանց իմ մասնագիտության ապրել չեմ կարող։ Երբ որ արթնանում եմ, իմ առաջի ինքնագիտակցության տարը ով ես դու, հոգեբանն է։ Ես առանց դրա ուղղակի չեմ պատկերացնում։ Բայց իհարկե, ինչպես ցանկացած մասնագիտություն, հոգեբանությունը երևի թե ավելի շատ անձի դեֆորմացիաներ առաջ բերող է։ Այո, երբեմն լինում են իրողություններ, որ շատ էներգիան սպառվում է, էներգիան բացակայում է աշխատանքը, որովհետև շատ բարդ է, ինչպես գիտեք։ Բայց իհարկե շատ ժամանակ եմ տրամադրում նորից վերականգնվելու, նորից այսպես լիցքեր ստանալու եւ այդ հուզական այրումը կանխելու համար։ Դա այն է, որ օրինակ հաճախ եմ մեկնում արտերկիր, ճամփորդություններ են ինձ շատ օգնում, սպորտզալ եմ հաճախում, դա է շատ օգնում, հաճելի ընկերախմբերում այդ հավաքույթներն են շատ օգնում, ընթերցանությունը եւ երբեմն մենակությունը։ Ամենից շատ այո երևի թե որը որ վերանորոգում է, նոր էներգիա է տալի, մենակությունն է, երբ որ դու լինում ես ինքդ քո հետ եւ առերեսվում ես քո սեփական եսի հետ, լինում ես ազատ, անկախ եւ կարողանում ես քեզ թույլ տալ այդ ամբողջ հույզերը դուրս գան եւ դու նորից վերանորոգված, վերալիցքավորված շարունակես աշխատանքդ։ Տիկին Խաչատրյան, լավ, եւ ի վերջո մենք շատ բացասական կողմերից հասարակության խոսեցինք։ Եթե փորձեք կարճ մի քանի դրական կետերը այսօր մեր հասարակության, որը պետք է դառնան վարակիչ, որպիսի ուղեն եւ շտկեն այս բացասականը, որովհետեւ ի վերջո մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, բայց պետք է չէ գտնենք ճանապարհներ, այ տեսեք խոսքի սկզբում ասում եք, մենք չենք կրթել հասարակությունը խոսելու, լսելու, երկխոսելու ունակությանը եւ ընդհանրապես ի վերջո պետք է թոթափվենք, չէ, այս ագրեսիան, այս անհանդուրժողականությունը մեր միջից պետք է դուրս գա, բայց ո՞րն են այսօր հայ հասարակության դոմինանտ դրական երևույթները, որոնք գոնե հավատով մոտենանք, որ պետք է գան եւ շտկեն շատ բացասական բաներ։ Նախ իրար օգնելու կարողությունը։ Ժամանակ առ ժամանակ տեսանյութեր են հայտնվում, որտեղ որ օրինակ մի փոքրիկ օգնությունը տարեց կնոջը, ավտոբուսում պատահած ինչ որ մեկին, ով որ օգնության կարիք ուներ։ Մենք ունենք այս ունակությունը, մենք ունենք այս հատկանիշը։ Այսինքն մենք ունենք միմյանց աջակցելու հատկանիշ։ Մենք ունենք մեր ներսում սեր միմյանց նկատմամբ, որը որ քնած է, որը որ արթնացած չէ։ Ես կարծում եմ, եթե այս հատկանիշները մենք ունենք եւ կարողանանք ուղղակի դուրս թողնել, սովորենք, հա, ամեն օր մեզ վարժեցնենք այդ մտքով, որ ում այսօր ես տվեցի իմ սերը, օրինակ, թեկուզ փողոցում, կնոջը տեսնելուց, խանութում առևտուր անելուց, որքան կարողացա ես ազատ զգալ, որ որպես մարդ սիրում եմ իմ շուրջը, իմ շրջապատը, մարդկանց, քանի հոգու ես այսօր կարողացա օգնել եւ կարեկցել։ Կարծում եմ սրանք նորոգող բաներ են, որտեղ որ հասարակությունը ավելի կարողանա այս պայմաններում։ Եվ բացի դրանից մենք ունենք երիտասարդներ, որոնք որ շատ ուրույն են մտածում։ Ժամանակ առ ժամանակ, երբ որ դեռահասների հետ եմ աշխատում կամ խմբային տրեյնինգ եմ իրականացնում եւ դեռահասները արտահայտում են իրենց մտքերն ու գաղափարները, ապշեցնող է դա։ Չեք պատկերացնի, որքան եմ խանդավառվում ամեն անգամ հանդիպելիս նման մտածող դեռահասների, երիտասարդների, որտեղ կա յուրատիպություն, որտեղ կա պայքարելու եւ կառուցողական մտածելու կարողություն, լավը տեսնելու ունակություն եւ սեփական եսի սահմանները ճանաչելու ունակություն, սա շատ կարեւոր է։ Մեր հասարակությունը սիրում է խառնել, ամբողջագն խոսելուց են այդպես, մտածելուց են այդպես, բավական է մարդը մի վատ բան անի, մոռանում են այն մնացած լավերը, կանգնում են այդ վատի վրա։ Բավական է մի հատ հուզական մի բանի մեջ են հայտնվել, մոռանում են իրենց անձի սահմանները։
բայց մենք ունենք այսօր երիտասարդներ, ովքեր որ ավելի կոնստրուկտիվ են, ավելի դեպի ապագան գնալու համար իրենց ներսում ունեն կառուցողականություն, որի կարծում եմ իրենց սեփական կյանքը եւ նաեւ հասարակության համար կարեւոր ուղենիշներ կլինեն։ Լիլիթ Խաչատրյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր երկրում, մեր օրերում։ Օգնել մարդկանց, որպեսզի իրենք շատ լավ ճանաչեն, հասկանան իրենց ուժեղ կողմերը եւ լինել մարդկանց կողքին։ Գիտեք, խոսել այլ բան է, լսելը շատ կարեւոր ունակություն է։ Իսկ երբ որ դու լսում ես, ընդունում ես մարդու պատմությունը, ընդունում ես առանց դատելու, առանց քննադատելու, առանց որևիցե դիրքորոշման, այսինքն այն պատմությունն է, որը եղել է եւ մարդը ուզում է կիսվել ու դու իր կողքին ես, կարծում եմ սա ամենակարևորն է։ Հայրենիքը ձեզ համար սրբություն է։ Տիկին Խաչատրյան, եւ ըստ ձևաչափի հիմա հաղորդման ավարտին դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մեր ձևաչափը հաղորդման թույլ է տալիս նաեւ դա։ Դուք ինչպես եք տեսնում մեր ապագան։ Տիկին Խաչատրյան, ես շատ հավատում եմ մեր երիտասարդների ուժին։ Ես հավատում եմ, որ երիտասարդությունը ինչ որ մի պահի ծնկից կանգնելու է վեր եւ իսկապես այս երկիրը կարողանալու է շենացնել եւ լուսավոր դարձնել։ Ուղղակի մենք այսօր շատ լուրջ աշխատանք ունենք անելու, ես պատահական չէր, որ ձեզ այդ հարցը ուղեցի, որոնք են ի վերջո այսօր այս հասարակության եւ հայ մտքի դրական կողմերը։ Մենք բացասականը ասում ենք, բայց երբեք պայքարի միջոցներ չենք ցույց տալիս այդ բացասականի վերաբերյալ։ Հիմա եթե մենք ամեն երկրորդ քաղաքացու կանգնացնենք, ասենք որն է մեր մեջ այսօր, ինչն է մեր կյանքը սարքում ոչ ճիշտ, ոչ գեղեցիկ, ոչ հայրենասեր, բոլորս ինչ որ այդ թերությունները գիտենք, բայց ես ուզում եմ, որ շատ լինեն այն մարտիկները, ամեն մարդ իր բնագավառում, որպեսզի կարողանան անընդհատ հիշեցնել, թելադրել, ուսուցանել, ցույց տալ, որ ի վերջո լավը կա եւ շատ դրական բաներ ունի այս ժողովուրդը, շատ դրական բաներ ունի այս հասարակությունը եւ այսօր իսկապես կրթված երիտասարդը շատ կրթված է, խելացին շատ խելացին է, ձգտողը, այո, իր եսը ճանաչողը, իր եսի սահմանները ճանաչողը նմանը չկա նրան եւ ես միշտ այդ հարաբերակցությունը լսարանում էլ ասում եմ, եթե նույնիսկ մի այդպիսի երիտասարդ կա նստած 100 հոգանոց լսարանում, ուրեմն արժե այդ լսարան մտնել, խոսել, ուսուցանել եւ հավատալ, որ այո, անպայման մեր կյանքը փոխվելու է եւ իրենց ձեռքում է, այո, եւ իրենց ձեռքում է եւ ես կարծում եմ, որ այսօր հոգեբանները իրենց տեղում, ուսուցիչները, դասախոսները, բոլոր այն մարդիկ, ովքեր մատաղ սերնդի հետ են նախ եւ առաջ աշխատում, որովհետեւ տեսնում եք, մենք այն ինչ արատավոր բաներից խոսեցինք, առաջինը դրանք ներթափանցել են մատաղ սերնդի կյանք եւ ի վերջո ամենալուրջ բացասական երևույթները բերում են մատաղ սերնդին, բայց մենք էլ մեր օրինակով ճիշտը կարողանանք ծառայել, թողելի այդ սոցցանցերը բացեն, բայց տեսեք, ասում եք սոցցանցում, եթե երևում է, որ ինչ-որ մեկը ծեր տատիկի օգնում է, դա էլ է, չէ՞ վարակիչ։ Թող հասարակական տրանսպորտում տեսնեն ոչ թե վիճող, գոռացող, մեկը մյուսի վրա մատ թափ տվող մարդիկ, այլ իրար հետ ճիշտ, գեղեցիկ, համերաշխ շփվող հասարակություն եւ ես համոզված եմ, որ դա էլ անպայման վարակիչ կդառնա։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, որ մեր տաղավարում էիք, շնորհակալ եմ, կարծում եմ, որ այսօր իսկապես մեր օրերում հիմա նորից եմ կրկնում այս նախընտրական փուլում, այս քաղաքականացված փուլում մեր ժողովրդի այս նյարդային վիճակը ավելի սրված է եւ ես կարծում եմ, որ մեր այս մի փոքր զրույցը նաեւ կարող է իր ճիշտ նպատակին ծառայել եւ իր դրական կողմերը թողել բոլոր մեր հեռուստադիտողներին, ովքեր կհետևեն հաղորդմանը։ Մաղթում եմ, որ ձեր հյուրերը լինեն ուսուցանող եւ կրթող, իսկ ձեր հաղորդումը թող լինի հարատև։
Իսկ դուք սիրելի Լուիզա, շարունակեք ձեր գեղեցիկ խոսքով եւ ներսի լույսով դրականը պարգևել հեռուստադիտողներին։ Շատ շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան։ Դե հատկապես հոգեբանից նման գնահատականը լսելը իհարկե ոգևորող է, շատ շնորհակալ եմ։ Փոխադարձ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Այսպիսինն էր Լիլիթ Խաչատրյանը առանց կարծրատիպերի։ Լիլիթը ունեցել է կարծրատիպեր, բայց հասկացել է, որ դրանք խանգարում են կյանքի որակին, գործունեությանը եւ առաջ գնալուն։ Էնպես որ դուք ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։